Շիրակի մարզում տեղացած ուժեղ կարկուտն ու քամին մեծ վնասներ են հասցրել Գյումրիում ու հարակից բնակավայրերում։ Սա Գյումրու Գարեգին Նժդեի հրապարակից քաղաքի կենտրոն տանող հատվածն է, որը կարկուտի ու անձրևաջրերի կուտակման հետևանքով անանցանելի էր։ Այստեղ ավտոմեքենաներ էին կուտակվել։ Ժամեր շարունակ հատուկ տեխնիկայով կոտրում էին սառցաբեկորները, բեռնատարներով հեռացնում կարկուտն ու սառույցը։ Տեղացած կարկուտն ու անձրևը նաև լցվել են տներ ու սպասարկման օբյեկտներ, տուժել են հատկապես Գյումրու Արցախ թաղամասն ու ավտոկայան Բանավանը։ Ղարիբջանյան փողոցի 21-րդ տանը բնակվող բազմանդամ ընտանիքը հազիվ է փրկվել։ Տարեցկինը վնասվածքներով տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն։ Ժամը 12-ի կողմերն էր, երեխեքը թորներս այդ սենագը քնին, սպալնին է իրանց, 3 երեխա, 2 աղջիկ մետեղ է։ Ջրի խշշոց առանք, նայեք, որ արդեն դուրը ջարդի ջուրը լցիկն ես, հազիվ երեխեքին փախցրեցինք այդ կարգից եմ, որովհետև եթե մեկ քիչ ուշ շարժվենք, հերու երեխեքից հիմի չկային իրան, մենք էլ հետներ, լավ է որ քնած չէինք, քնած եղնենք, վաբշե վարի կեշտայինք սաղ։ Ղարիբջանյան փողոցում բնակվող Ավագյանների տուն կարկուտը լցվել էր փողոցից։ Նրանք հարազատների օգնությամբ փորձում էին տունն ազատել խոշոր սառցաբեկորներից։ Ընտանիքը առաջին անգամ չէ, որ տուժում էր։ 2020 թվականի կարկուտը նույն չափ վնաս էր հասցրել։ Երկրորդ անգամն է։ Այս կարգի նոր լցվել է, նոր սաղ տունը ավիրել է, տունը ռեմոնտ է մերել ամեն ձևի, նորից նույն բանը կրկնված։ Շիրակի մարզի Ախուրյանի շրջանի գյուղական բնակավայրերում կարկուտը վնասել է ցորենի ու գարու դաշտերը, բանջարաբոստանային կուլտուրաները։ Արափի համայնքի գյուղատնտես Նորիկ Մարտիրոսյանի կաղամբի ու ծաղկակաղամբի հեկտարներով ցանքատարածություններից ոչինչ չի մնացել։ Ավիրը բրձա, սա ավիրը ջարդած վիճակ։ Սա ոզը ջարդե բան չի թողը, փզիկ է։ 4 ընտանիք են որ սա գյուղի մեջը կզբաղվին այս ծաղկակաղամբ մշակելով։ Ու ամեն տարի մենք այս վիճակի մեջն ենք։ Շիրակի մարզպետարան նահազանգեր է ստանում, ստեղծվել են արագ արձագանքման խմբեր, օրեր անց կներկայացվեն վնասի չափերը։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, Լուրեր։